Ողջույն արժանապատիվ աշտարակցիներ, հարգելիներս, մենք այսօր չենք եկել միայն խոսելու, մեր գրասենյակի բացումը ունի նպատակ, գույքագրել աշտարակցիների խնդիրները, Արագածոտնի մարզի իրավիճակը, մեր գրասենյակը դառնալու է միասնական համատեղի, որտեղ յուրաքանչյուր մարզի և հատկապես քաղաքի բնակիչ կարող է գալ, կիսվել իր հոգսով, մտահոգություններով, առաջարկություններով, նկատառումներով և որոնց հիման վրա մենք ունենք գործանելու։ Մենք դատարկ ձեռքերով ու դատարկ գլուխներով չենք եկել։ Ուսումնասիրել ենք հողի վրա իրավիճակը, ձեր խնդիրները և ունենք ասելիքներ։ Այսօր աշտարակում մարդիկ լրջագույն խնդիր ունեն հանրային տրանսպորտի հետ։ Մարդկանց տեղաշարժը իրենց օրախնդիր է դարձել։ Այսօր աշտարակում մարդիկ խնդիր ունեն միջհամայնքային լուսավորության հետ կապված։ Ընդհանուր Արագածոտնի մարզում այսօր խաղողագործությունը 50%-ով պակասել է։ 50%-ով ստուգված 50% 4/10-ով։ Այսօր Արագածոտնի մարզում 20%-ով նվազել է բերքատվությունը։ Լինելով այն մարզերից մեկը, որ առաջնային էր բերքատվությամբ, այսօր 9%-ով հետ է մյուս մարզերից։ Այսօր Արագածոտնի մարզում հանցագործությունը եռակի անգամ աճել է։ Եթե 2018 թվականին գրանցված էր հանցագործության մոտ 680 դեպք, այսօր 1800-ը անցնում է այդ դեպքերի գրանցումը։ Այսօր լրջագույն խնդիր է համայնքային դպրոցների փակումը։ Արագածոտնի մարզում փակելու են 24 դպրոց։ Արդյունքում 808 աշակերտ և 509 ուսուցիչ ու դպրոցի աշխատակից մնալու են առանց դպրոցների։ Իսկ ինչ է տեղի ունենալու արդյունքում։ Արդյունքում երիտասարդ ընտանիքները գաղթելու են քաղաքից, գաղթելու են մարզից։ Արդյունքում կրկին ավելանալու է այսօրվա տխուր պատկերը գործազրկության հետ կապված։ Ու հենց այս ամենը կանխարգելելու նպատակով գալիս է ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, որովհետև մենք բերում ենք փոփոխություն։ Պարոն Կարապետյանը այն մարդն է, ով արդեն հողի վրա փորձ ունի, այն մարդն է, ով տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել։ Եվ գալու ենք հողի վրա, անցնենք աշխատանքի, ու մարդիկ, աշտարակցիները ունենալու են արժանապատիվ կյանք, անվտանգ երկրում են ապրելու ու ունենալու են ուժեղ Հայաստանում ուժեղ ապագա։ Շնորհակալ եմ, բոլորիդ հրավիրում եք հետագա աշխատանքի։